Հակասեմիտական հայացքները եւ սաստկացող քննադատությունը բարբերաբար հայտնվում են հայկական հրատարակություններում եւ սփյուռքի կազմակերպություններում, որտեղ զրպարտվում եւ անարգվում են Իսրայելը եւ հրեաները։ Այդ մասին իսրայելական ամենահեղինակավոր Jerusalem Post բարբերականում իր հայ-իսրայելական կապեր առասպել թե իրականություն հոդվածում նշում է միջազգային հարաբերությունների իսրայելցի հայտնի փորձագետ Արիե Գուտը։ Հայ քաղաքագետների ոչ վաղուցվա հայտարարություններից հետո այն մասին, որ իբր Իսրայելը կարող է սպառազինություն մատակարարել Հայաստան, նա որոշել է պարզություն մտցնել հայ-իսրայելական հարաբերություններում։ Արիե Գուտը ընդգծում է, ում, բայց ագրեսոր եւ օկուպանտ երկրի հետ Իսրայելի պետությունը չունի ռազմական համագործակցություն եւ չի էլ կարող լինել։ Армения стала моноэтнической страной, где процветает ежедневно национализм и шовинизм. Հայաստանը դարձել է մոնոէթնիկ պետություն, որտեղ բարգավաճում է ռասիզմի հետ սահմանակցող ազգայնամոլություն ու շովինիզմը։ ԽՍՀՄ-ի փլուզումից հետո կտրուկ կրճատվել է հրեական փոքրամասնությունը եւ հրեական ժառանգությունը։ Խորհրդային միության փլուզումից հետո վերացվել են բոլոր սահմանափակումները եւ Հայաստանում կտրուկ աճել են հակասեմիտական հարձակումները։ Հայաստանում շարունակվող տնտեսական ճգնաժամը հրեաներին ստիպել է փախչելու Հայաստանից։ Դրանից բացի շարունակվում են հրատարակվել հակասեմիտական գրքեր, հեռարձակվել հեռուստատեսային ծրագրեր, իսկ Հայաստանի մայրաքաղաքում հոլոկոստի հուշահամալիրը բազմիցս առևանգվել է։ А мемориал Холокоста постоянно в столице Армении оскверняется. Հակասեմիտական միջադեպեր առաջացել են մի շարք երկրներում, ընդգծում է փորձագետը, սակայն Հայաստանում նման հայացքները աջակցվում են իշխանությունների ու զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների մակարդակով։ Հրեական ժողովրդին չճանաչելը եւ նրա հանդեպ մեղմ ասած անբարյացակամությունը հայ հասարակությունը բացատրում է Ադրբեջանի հետ Իսրայելի ամուր բարեկամությամբ, մի հանրապետության, որի 20% տարածքները անցած դարի վերջից զավթվել են Հայաստանի զինված ուժերի կողմից։ Ղարաբաղյան հակամարտության գոտում 2016 թվականի ապրիլյան իրադարձություններից հետո, երբ ադրբեջանական բանակի հակահարձակման արդյունքում հայկական կողմը կորցրել է զգալի ռազմավարական նշանակություն ունեցող բարձունքներ, հայկական պետությունում բռնկվել է հակաիսրայելական հիստերիա։ Բոլորը նրա համար, որ Իսրայելը Բաքու հիմնական սպառազինություն մատակարարողներից մեկն է։ Даже в Израиле армянская община проводила демонстрации протеста. Նույնիսկ Իսրայելում հայկական համայնքը ցույց է անցկացրել ադրբեջանա-իսրայելական գործընկերության դեմ։ Ինչ վերաբերում է Հայաստանի կողմից Իսրայելի քննադատությանը, ես կասեի, որ Ադրբեջանը եւ Իսրայելը իրենք են ընտրել իրենց բարեկամներին եւ հենց այդ երկրները իրենք են որոշում ռազմատեխնիկական ոլորտում ռազմավարական համագործակցության մակարդակը։ Առավել եւս ոչ մի երրորդ երկիր իրավունք չունի միջամտել այդ գործընթացին։ Բացարձակապես պարզ է, որ Հայաստանը չունի անկախ պաշտպանական ռազմավարություն, ինչպես նաև ռազմական գնումների քաղաքականություն։ Հայաստանը հանդիսանում է հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ եւ Ռուսաստանի հետ միասնական ռազմական միություն ստեղծելու մասին երկկողմ համաձայնագիրը Հայաստանին զրկում է ինքնուրույն զինված ուժերի բոլոր սկզբունքներից։ Лишает эту страну, лишает Армению всех принципов самостоятельных вооруженных сил. Հայաստանը ֆինանսական միջոցներ չունի իսրայելական ռազմաարդյունաբերական ընկերությունների կամ մյուս ցանկացած ընկերությունների հետ ռազմական տեխնիկայի մատակարարման մասին լուրջ պայմանագրեր կնքելու համար, նշում է Արիե Գուտը։ Իսրայելցի փորձագետը հիշեցնում է, որ Հայաստանը ռուսական ռազմական տեխնիկան ու տեխնոլոգիան ձեռք է բերում որպես նպաստ եւ նվիրաբերում։ Ադրբեջանական հողերի օկուպացիայի հետևանքով հարավային Կովկասի տարածաշրջանում մեկուսացված Հայաստանը դուրս է մնում Կասպից ծովի գազային ու նավթային պաշարների հետ կապված աշխարհաքաղաքական ու աշխարհատնտեսական խոշոր նախագծերից։